Ռոզա Կամալյան, հիմա այդ հարցիդ պատասխանեմ, սկոլկը ստոյիդ բելլա, եթե բելան ծախվող լիներ, տարբեր կուսակցությունների մեջ հիմա կլիներ են դեպքից հետո, որ իմ հետ կատարվեց, տարբեր ժուրնալիստների ինտերվյու կտար, ինչ-որ մեկի կոմը կանցներ, գիտեք ինչի բելան չի ծախվում ու ոչ մեկի կոմը չի անցնում, որ բելան ունենա իրենց սեփական խոսքը, որ ոչ մեկից կախում չունենա, որ ում մասին ինչ մտածում եմ, կարողանամ ասեմ, ճիշտը, ոչ թե վախենամ, կամ ոչ թե ինձ թելադրեն, ասեն, ես ինչ վիդեոն պետք է հանես, ես ինչի մասին են ասես, էլ ինչի մասին են ասես, ես սիրում եմ ինքնուրույն, իմ ուղեղը ունենամ, ոչ թե ձեր նման զոմբիացած ամբողջ կյանքս ապրեմ, լեննականցիների, գյումրեցիների կներեք, թասիբին մերնելս, չգիտեմ խիսաղիդ վրա տեց ազդեց, վարդանեք մեջ կցեմ, ես իմ ինչ եք կցեմ, գիտեք ինձ ոչ մի ղեկավար ընդհանրապես չի հետաքրքրեմ, ինձ մենակ հետաքրքրում են այն մարդիկ, ովքեր որ իրանց քաղաքի համար են կանգնած, իրենց պետության համար են կանգնած, ես գովերքեցի իրենց համախմբվածությունը, որ մի մարդու պես դեմ են կանգնել, այդ եմ ընդամենը գով է, իրանց թասիբը, իրանց նամուսը, որը որ Ռոզա ջան կներեք, բայց դուք չունեք, որովհետև այնքան բանից հետո տեսանք, ինչքան տղերք պարկեցին եռաբլուր, ինչքան հողեր ծախվեցին, այսօր Թուրքին մեզ բերում են բարեկամ են, սարքում ու ասում են իր հետ առևտուր անելը նորմալ է, լիքը թուրքեր են այսօր Հայաստան լցնեմ, որ վաղը քո թորնիկներին, այս դեմները չոքացնելու են այդ թուրքերը, իսկ դու այդ ձևի մարդկանց այսօր ասում ես, խոսքի Պատժկա ես անում, լավ, սենց ասեմ, չեմ ուզում, էլի մի քիչ գրուբի ձևով ասեմ, էլ ինչ պետքա տան, ու էլ ինչ պետքա անեն, որ քո նմանների բութ գլուխը մի երկու բան մտնի, ու հանկարծ այստեղ ոչ մեկը չգրեք, բերանդ փագի, դու ծախված ես, դու ինչ-որ մեկի պլաններն ես անում, մեկի թելադրանքով ես, ոչ, մեկդ կանգնի թող ապացուցի, որ ես ինչ-որ մեկի թելադրանքով եմ, իմ անունս Բելլա է, ես միշտ եմ ասում, ես ունեմ իմ սեփական կարծիքը ու ուղեղը ու տեսողությունը, որը որ միշտ տեսնում է, թե Հայաստանում ինչ է կատարվում, ինչ էլ կատարվեց, լրիվ լռում են չգիտես ինչի, այսօր Գյումրին ցույց տվեց, որ կարելի է չլռել, կարելի է ամբողջովի ոտքի կանգնել, այ եթե ամբողջ Հայաստանը, Գյումրեցոնց պես այսօր միախմբվեր, ոմն մեկին իր ապոստից վռնդեր, այն որ թուրքերին ժպտմա է, ինքն էլ իր կոչեցյալ կնիկն էլ, այդ ժամանակ կասեի, հալալա ձեզ, Ռոզա ջան, ձենը տակ տեղից է դուրս գալիս, երևի այդ քո նմանին են մի երկու բան խոստանում, կամ էլ դու Թուրքիի հետ խաղաղություն ես ուզում, բարեկամություն ես ուզում, խաղաղության մասին չեմ խոսում, խաղաղություն բոլորս էլ ուզում ենք, բայց ոչ մեր երեխեքի կյանքերի հաշվին, ոչ մեր հողերի հաշվին, ոչ մեր պատվի հաշվին, որովհետև այսօր հային հնենց են ծնկի չոքացրե, ոչ մի անգամ դարերի ընթացքում հայը այտենց ծնկի եկած չկա, ով է չոքացրե, բոլորս է գիտենք, так что քո նմաններին կասեմ, заткнитесь и сидите на месте, ճշմարտությանը նայեք, ինչա կատարվում, իրականությանը նայեք, ոչ թե երազանքներով ապրեք, որ կգնաս այսօր թուրքից երկու կոնտրոտ պամիդոր կառնես, կբերես ու կուրախանաս, այդ եք դուք